Ուրեմն օզոն հարթակում սովորել են գրանցումը, վաճառքի ձևերը ու քարտերի պատրաստումը։ Սխեման գրեթե նույնն է Վալբերիսի հետ, որովհետև նույն անալիտիկան է օգտագործվելու, նույն գնագոյացման համակարգն է ու քարտերը ոնց այնտեղ եք պատրաստել նույն ձև։ Այստեղ ինֆորմացիան ոնց որ բերելու ենք լցնենք։ Ինքն մեծ գործ ձեզ չի մնում օզոն հարթակում աշխատելու համար։ Գիտեմ, որ օզոնի մասին մի քիչ sense թերագնահատում եք, բայց ասեմ, որ օզոնը եւս շատ մեծ ընկերություն է, վաճառքները այստեղ շատ լավ գնում է, նայած ապրանքային կատեգորիա, դա էլ նշեմ, ու էլի մեծ հնարավորություն է տալիս աշխատելու համար, նույնիսկ ավելին ասեմ, օզոնում եթե սկսեք աշխատել, ինձ թվում է ձեզ ավելի շատ դուր կգա օզոնում աշխատել, քան Վալբերիսում, որովհետև օզոնում ամեն ինչ կարգ ու կանոնով է ու ճիշտ հստակեցված է ու ավելի պրակտիկ է աշխատելը։ Արդեն նշեցի, որ օզոնը ինքը շատ մեծ ընկերություն է, այս իր պահեստներից մեկն է, պատկերացրեք, թե ինքը ինչքան մեծ է ու էլի պատվերները շատ է լինում եւ գրեթե այսպես ասեմ, լավագույն մասսան գնորդների հիմնականում օզոնում է։ Դա էլի նկատի ունեցեք, որովհետև օզոնից օգտվում են հիմնականում այն մարդիկ, ովքեր գրագետ ճիշտ սպասարկում են փնտրում։ Ստատիստիկան էլ եմ հանել, որ դուք պատկերացնեք, օրինակ շաբաթական 60 միլիարդ ռուբլու առևտուր է լինում, վաճառք է գնում օզոնում եւ շաբաթական մոտ 40 միլիոն պատվերներ։ Էլի մեծ թվերի մասին ենք խոսում, իր ինքը փոքր հարթակ չի, շատ լավ աշխատում է, Հայաստանը մի քիչ պասիվ է, բայց հավատացեք, Ռուսաստան նույն հավասար համակարգի վրա է գտնվում, ոնց Վալբերիսը։ Եվ ըստ իրենց ստատիստիկայի յուրաքանչյուր վաճառող մոտ կես տարի հետո 2.7-ով ավելա իր վաճառքները ավելացնում է, քան առաջի կես տարին։ Դրա համար պետք է համբերություն ունենանք ու սպասենք, մինչև մեր էջը սկսի աշխատել։ Եվ արդեն ասեցի, որ ինքը մեծ է, մոտ 75,000 պունկտ ունի գրեթե ամբողջ աշխարհով։ Աշխարհ նկատի ունեմ մեր SNG տարածքով։ Սա մոտավոր պատկերացնեք իմ ստատիստիկան է, մոտ վերջի 1 տարվա կարծեմ, հա, վերջի 1 տարվա ստատիստիկան է, այստեղ ուզում եմ ուշադրություն դարձնենք այն փաստի վրա, որ մի քիչ պահումները շատ է։ Վալբերիսի հետ չենք կարող համեմատենք, Վալբերիսը ավելի քիչ կոմիսիա է վերցնում, քան օզոնը։ Օզոնում, բայց այլ վճարները ավելի քիչ է։ Օրինակ լոգիստիկ ծախսը վերադարձի հետ կապված հարցերը մի փոքր ուրիշ ձև է հաշվարկվում, ավելի քիչ է ստացվում։ Օզոնը կոմիսիան վերցնում է 40%-ից սկսած, եթե աշխատում ենք 1000 ռուբլուց ավել գինը, 1000 ռուբլուց ավել գնով ապրանքների հետ։ Մոտ 344,000 ռուբլու պատվեր ա եղել, դա իմ համար նորմալ ցուցանիշ է, որովհետև ասում եմ էլի օզոնը Հայաստանում մի քիչ պասիվ է, պետք է աշխատացնել ընդամենը ու ժամանակի հարց է։ Հիմա եկեք անցնենք առաջ ու հասկանանք մեզ ինչ է հարկավոր գրանցման համար։ Առաջինը դե բնականաբար ՀՎՀ-ն է, այսինքն գրանցված ԱՁ պետք է ունենաք կամ ՍՊ, որը որ ձեզ հարմար է, եւ իրավաբանական հաշիվ ռուբլիով։ Նայեք, Վալբերիսը Հայաստանում ունի իր ընկերությունը։ Մենք աշխատում ենք ԻՆՎԲ-ԱՄ ՍՊ-ի հետ, հա, այսինքն հայաստանյան ընկերության հետ ենք աշխատում հայ սելերները։ Իսկ օզոնի հետ մենք աշխատում ենք միևնույնն է ռուսական ՍՊ-ի հետ։ Ու գումարները մեզ նստում է ռուբլիով SWIFT փոխանցմամբ, այսինքն մենք ստանում ենք հենց ռուսական ընկերությունից։ Դրա համար պետք է ունենանք իրավաբանական հաշիվ ռուբլիով ու SWIFT փոխանցման տվյալներն ենք այստեղից վերցնելու, որ տեղադրենք մեր էջում։ Գրանցման փուլերը, եկեք մանրամասնեմ, սա մեր գլխավոր էջն է, մտնում ենք seller.ozon.ru կայքը, սեղմում ենք ստայց продавцо, լրացնում ենք մեր հեռախոսահամարը, ցանկալի է ունենաք օզոն գնորդի էջ, որպեսզի ավելի հեշտ լինի այս process-ը, եթե չէ գրանցումը ասեմ ոնց է շարունակվում։ Գրում եք ձեր հեռախոսահամարը, SMS-ը գալիս է, պայմաններին համաձայնվում եք, սեղմում եք зарегистрироваться ու լրացնում եք ձեր տվյալները։ Եթե դուք ունենայիք գնորդի էջ, դուք այս տվյալները չեք լրացնի, ավտոմատ կբերեր ձեր էջից։ Եթե չէ, լրացնում ենք անունը, ազգանունը եւ էլեկտրոնային հասցեն։ Այլի SMS-ը գալիս է նույնականացնում ենք ու անցնում ենք գրանցման գործընթացին։ Առաջին ընտրում ենք երկիրը, որ երկրի պայմաններով ենք մենք աշխատել։ Տվյալ դեպքում Հայաստան, այնուհետև մեր ՀՎՀ-ն ենք լրացնում, մեր կազմակերպության անունը եւ խանութի անունը։ Այսպես։
Այս օրինակով եմ բերել, հա։ Խանութի անունը, որը որ դուք եք ուզում, էլեկտրոնային հասցեն, որը որ նույնականացրել եք։ Սեղմում եք գատովը ու սկսում ենք 5 փուլ այստեղի։ Էլի բերում եմ մեր արդեն գրանցված տվյալներից ընկերության անունը եւ ՀՎՀ-ն։ Սեղմում ենք դալի, մեր հասցեն ենք լրացնում։ Հայաստան երկիրը, որտեղ որ գրանցված է ձեր բիզնեսը, ԱՁ-ի վրա նշված հասցեն ենք լրացնելու, դա հաշվի առեք։ Դուք ունեք յուրիդические հասցե, այդ պետքա լրացնենք։ ԱՁ-ներինը հիմնականում համապատասխանում է մեր բնակության հասցեին, բայց եթե չի համապատասխանում, օրինակ ունեք տարածք, որտեղ աշխատում եք, այդ հասցեն է լրացված լինում, դա եք գրում։ Արդեն կնայեք, որ հասցեն որ տրված է։ Լրացնում եք երկիրը ու հասցեն, այստեղ մոտավոր տվյալներ եմ գրել, հասցեն օրինակ գրում եք, օրինակ Մաշտոցի փողոց եսի մեսենջեր, հա, ոնց գրված է, նույն ձև անում եք։ Սեղմում եք դալշը, այստեղ մենք կցելու ենք մեր ԱԶ-ի պատճեն, պատճեն չէ, սկանը։ Առաջի էջը սկան ենք անում ու կցում ենք։ Սեղմում ենք դալշը ու լրացնում ենք մեր Swift-ի տվյալները, այսինքն հաշվեհամարը, որը որ մենք ունենք ռուբլիով, տվյալներն ենք լրացնում, расчетный շոտը, որը որ տալիս է մեզ բանկը ռուսական ռուբլու հաշվեհամարը, Swift-ի կոդերն ենք լրացնում, Swift-ին համապատասխան բանկը, այդ արդեն բանկը մեզ տալիս է, հա, այս մենք չենք օրինում, մենք չենք վերցնում, բանկը մեզ տալու է այս բոլոր տվյալները, ուղղակի պետքա տեղադրենք։ Գորոդ բանկը այս ավտոմատ արդեն բերում է մնացածը։ Նորից նույն տվյալները լրացնում ենք, adres բանկը, այս ամբողջը մեզ բանկը տալու է, լրացնելու ենք ու սեղմում ենք դալշը։ Գրանցումը այդպես կատարվում է, մեր էջը ակտիվանում է, այնտեղ заключить договор ենք տալու, ուղղակի պտիչկան դնում ենք ու համաձայնվում ենք օֆերտայի հետ ու վերջ։ Հաջորդ փուլը դա աշխատելու ձևն է, հա։ Արդեն Վալբերիսից ծանոթ ենք, որ գոյություն ունի աշխատելու մի քանի տարբերակ։ Օզոնում այս 3 տարբերակն են, Վալբերիսում մի փոքր ավելի շատ են, բայց օզոնինը այս 3-ն են։ Ունենք FBO, FBS ու Real FBS։ FBO-ն դա նույն FBV, որ ասեցինք, այդ նույն բանն է, ուղղակի այստեղ FBO-ա կոչվում, պահեստի հետ ենք աշխատում։ Ապրանքը տանում ենք պահեստում, լցնում ենք, պատվերը լինում է պահեստից արդեն ամբողջ գործընթացը կատարում է։ FBS-ը աշխատում ենք մեր մոտակա ՊՎԶ-ի հետ, պատվերը լինելու դեպքում հավաքում ենք, փաթեթավորում ենք, տանում ենք այնտեղ։ Real FBS-ն է, դա երբ որ պատվերը գտնում է մեր պահեստում, պատվերը լինելուց հետո մենք ենք տանում առաքում, դա մոտակա խանութների մասին է, ովքեր աշխատում են շատ փոքր տարածքների համար։ Ու հիմնականում այս տարբերակով աշխատում են մեծ գաբարիտնի ապրանքների դեպքում, հա, որովհետև Վալբերիսը 150 կիլոից ավել ապրանք չի պահում իր պահեստում։ Այսպես, հիմա մանրամասնեմ նորից, չնայած էլի բոլորը տեղեկացված եք, բայց ամենայն դեպս կան նյուանսներ, որը որ տարբերվում է մի փոքր Վալբերիսից։ FBO-ի դեպքում պատվերը հավաքում ենք, նախ գրանցում ենք մեր քարտը marketplace-ում, քարտը բացեցինք, սարքում ենք մեր պաստավկեն։ Պաստավկեն սարքեցինք, լցրեցինք ապրանքների քանակը, ինչքան որ ուզում ենք։ Կարանք մեծ պալետով հավաքենք մի ապրանք, կարանք մի քանի անուն ապրանք կառոպկայով հավաքենք, որը որ ձեզ հարմար է։ Հավաքում ենք, շտրիխ կոդերն ենք կպցնում, 2 շտրիխ կոդ է պահանջում, մեկը մուտքի շտրիխ կոդն է, մյուսը մեր կառոպկայի շտրիխ կոդն է։ Եվ տանում ենք պահեստ։ Այստեղ նյուանսը այն է, որ Վալբերիսը չի պահանջում, բայց օզոնը պահանջում է տեղափոխման բեռնագիր։ Ընդհանրապես, երբ որ դուք ապրանք եք տանում այստեղից նույնիսկ ՊՎԶ, մենք պետք է ունենանք տեղափոխման բեռնագիր։ Դա գրվում է մեր սովորական հարկային էջից, tax service-ում մտնում ենք ու այդ գրում ենք։ Տեղափոխման բեռնագիր է կոչվում։ Նշվում է մեր հասցեն, որտեղից որ տանում ենք ու որտեղ որ պետքա հասնի մեր ապրանքը, նույն Երևանի հասցենը, օզոնի, տվյալ հասցեն ենք լրացնում, ընտրում ենք ապրանքացանկը ու ստորագրում ենք, թուղթը տպում ենք, նույնը եթե տանենք FBO, այդ նույն թուղթը գրելու ենք էլի քանակով ինչ ենք տանում ու նոր տպենք տանենք։ Դե օզոնն էլ իր կողմից ինչա կատարում, ապրանքը պատվերների դեպքում հավաքում է, հասցնում է գնորդին։ FBS-ն էլ արդեն պատվերը գրանցելու դեպքում մենք հավաքում ենք պատվերը, շտրիխավորում ենք ու տանում ենք։ Ի տարբերություն Վալբերիսի, օզոնը ինքն է օրը նշանակում, որ օրը դու պետք է անես ադգրուսկեն ու ժամը։ Օրինակ, դու չես կարա որոշես, օրինակ այսօր պատվեր ա եղել, այսօր տանեմ
վաղը, օրինակ էստեղ չեմ կամ չգիտեմ, դու չես կարող տանես։ Դու կարաս ուշացումով տանես, բայց շուտ չես կարող տանես, որովհետև իրանց հնարություն չի տալի, որ քո ապրանքը վերցնեն։ Այսինքն օրը հիմնականում օրինակի մոտ օրը նշանակում է 2 օրը 1։ Հավաքում է 2 օրվա պատվերը, շտրիխավորում եմ, տեղափոխման բեռնագիրը գրում եմ, տանում եմ իրար հետ, հանձնում եմ։ Այստեղ նույն սխեման է, marketplace-ում քարտը բացում ենք, քանակը լրացնում ենք, քանի հատ ենք վաճառում, ոնց որ Viber-ում ենք անում, դաստավկի տարբերակը ընտրում ենք VBS-ով ու սպասում ենք մեր պատվերներին։ Պատվերները լինելու դեպքում հավաքում ենք, շտրիխավորում ենք, տանում ենք մեր punkt vidich-ին։ Այսպես, ես էլ հանել եմ տվյալները, հասցեն, որ մենք պետքա տեղափոխման բեռնագիրը գրենք, Երևան Էրեբունի, Արինբերդ, 3-րդ նրբանցք, 10-րդ հասցեն։ Այս գրում ենք, նպատակ դաշտում գրում եք, ապրանքը նախատեսված է օզոն հարթակում վաճառելու նպատակով, գրում ենք ու տանում ենք։ Դա առաքիչի համար է, որը մենք այստեղ պետքա տանք, իրանք էլ տալիս են առաքիչին, որ տանեն։ Ընդհանրապես, եթե հաշվի առնենք այս սխեման, ինքը հարկային օրենսգրքով ճիշտ ձև է, որովհետև մեր ապրանքը, եթե առանց փաստաթղթի օրինակ ճանապարհին կանգնացնեն ու հիմք չեղավ, դա ընդհանրապես օրենքով նախատեսվում է պատասխանատվություն պետքա կրի, բայց մեր Viber-ի օֆերտան պունկտում կա կետ, որը իրանց պաշտպանում է, ասենց ասած, բայց օզոնը դեռևս այս ձև աշխատում։ Real FBS տարբերակն էլ նա, որ օզոն ընդամենը հանդիսանում է վիտրինա, հա, որ մեր ապրանքը ներկայացնում ենք, երբ որ վաճառվում է, մենք հավաքում ենք գնորդի հետ տվյալները վերցնում ենք ու տանում ենք առաքման։ Այս վաճառքի ձևերը, այստեղ ուղղակի նյուանսներ ասեմ, որ FB-ով աշխատելու դեպքում մինչև 80 կիլոգրամ ապրանքներ կարաք տանեք պահեստում պահելու համար, իսկ FBS-ով մինչև 125 կիլոգրամ, ինչի մինչև 125, որովհետև առաքիչը դրանից ավել չի կարա տանի։ Դրա համար հիմնականում, եթե մեծ ծանր ապրանքներ են, Real FBS տարբերակով են աշխատում։ Արդեն ասել եմ, պայմանները դուք լավ տեղեկացված եք, որը ոնց է աշխատում։ Հիմա եկեք անցնենք մեր edge-ին ու ինչն է այստեղ կարևոր, ինչը մենք պետքա իմանանք։ Նախ մեր այս առաջի գլխավոր edge-ն է։ Այստեղ ցույց է տալի մեր 14 օրվա վաճառքների գրաֆիկան, մեր վաճառքները ընդհանրապես, օրինակ այստեղ տալիս է մենք մեր ապրանքը top որ կատեգորիայում է գտնվում, օրինակ սա 189-րդ տեղն է image-ը, ինձ համար դա նորմալ ցուցանիշ է, որովհետև մրցակիցներ, կոնկրետ իմ ապրանքային կատեգորիան մրցակիցներ շատ ունի։ Մեզ ինֆորմացիան է տալիս բալանսի, օրինակ ինչքան ունեմ, ինչքան է հավաքվել։ Մեկը եթե задачи նայեք, այնտեղ կա կրիտերիաներ, որ հեսակ ուսումնասիրենք, ответить по заявке на скидку։ Օզոնը ունի այսպիսի մի համակարգ, որ գնորդը կարա քեզնից սկիդկա պահանջի։ Դու կամ համաձայնվում ես, կամ չես համաձայնվում, հիմնականում մինչև 6%։ Մինչև 6% կարա սկիդկա ուզի։ Մեկ էլ օզոնը ունի մի նենց սխեմա, որը կոչվում է создать рассылку։ Դուք կարաք рассылка ստեղծեք, որովհետև ձեզ բոլոր գնորդների տվյալները տալիս է։ Ու դուք ուղարկեք իրանց, օրինակ, թեժ ակցիա, նորություն, օրինակ, այս շաբաթվա ակցիան, նմանատիպ ինֆորմատիվ նյութեր դուք իրանց տաք։ Եվ իհարկե օրվա պատվերները, որը որ պետքա հավաքվի։ Ինչպես ենք ապրանքային քարտը ստեղծում։ Մտնում ենք տավարի, список տավարը կամ добавить ենք տալի առաջի էջից կամ ներքևի տողում կա добавить տավար, երկու դեպքում է կարակ անեք։ Ու սկսում ենք նախ ապրանքային քարտը ստեղծելու համար օզոնը ունի մի քանի ձև։ Առաջինը դա երբ որ ունենում ենք մենք քարտ, ուզում ենք դրա կրկնօրինակը ստեղծենք, տալիս ենք ուղղակի սկապիրովից։ Ապրանքը ընտրում ենք ու դրա նմանակը մեզ տալիս է։ Վրուչնույն հիմա դա ենք ուսումնասիրելու, երբ որ ձեռքով ամբողջը սկզբից մինչև վերջ հավաքում ենք։ Եվ շաբլոնով ինքը տալիս է շաբլոնի ձև, օրինակ մեծ ընկերությունները, ովքեր ունեն տարբեր տեսականի, շաբլոնով են հիմնականում աշխատում, շաբլոնի մեջ հավաքագրում են այդ տվյալները ու միանգամից այսպես մուտք են անում շաբլոնից։ Եվ перенести с другого кабинета այդ իմանաք Viber-ն էլ ունի, դուք կարաք ձեր ապրանքային քարտը վաճառեք մեկ այլ վաճառողի։ Օրինակ աշխատացրած քարտը որոշում եք մի օր էլ այս ապրանքը չբերեք,
դուք կարող եք շատ հանգիստ ձեր ապրանքային քարտը վաճառեք։ Այստեղ եւ Օզոնը եւ Վալբերիսը կոմիսիա է ուզում, ինչպես նաև ով որ վաճառում է ինքն էլ բնականաբար գումար կուզի, կամ եթե ծանոթ եք, կարող ուղղակի փոխանակվեք քարտերով։ Եվ ինտեգրացիա Seller API, այս շատ լավ համակարգ է, ասեմ, օրինակ մեր C1 ծրագիրը, հա, Adines-ը, եթե ունենում եք կամ դրա նմանատիպ ինչ-որ վաճառքի ծրագիր եք ունենում, դուք կարող նույնականացնեք ձեր այդ edge-ը Օզոնի հետ։ Ինչ փոփոխություն անեք ձեր edge-ում, գա քանակային ապրանքային քարտերի ավելացում, պակասեցում, գա նույն ձև այստեղ փոփոխվի։ Կամ ինչ է այստեղ փոփոխեք, գնա այնտեղ։ Դա հատուկ պահանջներ ունի, որին պետք է բավարարեք ու համաձայնությունից հետո թույլ է տալիս, որ նման ձևով աշխատեք։ Դրա համար հիմնականում մեծ ընկերությունները Օզոնով են աշխատում, որովհետև իրանց համար շատ հեշտ է այս տարբերակով աշխատելը։ Եվ ինչպես նաև, եթե օրինակ որևէ նյուանսներ եք բաց թողել կամ ուզում եք որևէ կրիտերիայով գործողություններ կատարել, օրինակ որոշել եք շտրիխ կոդերը փոխեք կամ տեսնեք ճիշտ եք լրացրել, թե չէ։ Կարեք կողքը տեսեք обновить շտրիխ կոդի։ Բացեք այդտեղ բոլոր շտրիխ կոդերի վրա աշխատեք։ Եթե ուզում եք արտիկուլների վրա աշխատեք, բացեք արտիկուլները, տենց աշխատեք։ Այսինքն ինքը առանձին կրիտերիաներով տալիս է ապրանքային ցանկը, որի վրա կարաք աշխատեք։ Ու նաև նկարները, կարաք էլի տակ բոլորի նկարների վրա մենակ աշխատեք, ոչ թե ամբողջ տեքստի հերթով բացելով չանեք։ Այսինքն հենց բացեք ապրանքի նկարները ու սկսեք աշխատել։ Ի տարբերություն Վալբերիսի Օզոնի ինֆորմացիան լրացնելու մի քիչ շատ է։ Այստեղ գրում ենք ապրանքի անունը, կատեգորիան ավտոմատ բերում անունից կախված, ընտրում ենք կատեգորիան, շտրիխ կոդը լրացնում ենք կամ մեր շտրիխ կոդը, կամ տալիս ենք սգեներირված ինքը Օզոնը արդեն մեզ տալիս է։ Բայց եթե դուք երկու հարթակում էլ աշխատում եք, եւ Վալբերիս եւ Օզոն, ցանկալի է Վալբերիսի ստեղծած շտրիխ կոդը բերեք այստեղ, որ օրինակ շտրիխ կոդերը փակցնելուց լինեք, օրինակ ամբողջ պարտիան որոշել եք շտրիխավորեք, նույն կոդը տպեք, բոլոր երկուսինն էլ նույն կոդը կպցնեք։ Հա, այնտեղից օրինակ կոպի արեք, այնտեղից կոպի արեք, բերեք այստեղ տեղադրեք, կամ քոնը դե ունես դու քոնը ուղղակի լրացնում ես այստեղ։ Արտիկուլը էլի մեր արտիկուլն է, վաճառողի, դա ենք լրացնում ու գինը, ваша цена ու до скидки։ Ցանկալի գինն եք գրում, որը որ ուզում եք այդ ձև վաճառվի, եւ մինչև սկիդկայի գինը։ Օրինակ 3000 ռուբլի դրեցիք ձեր գինը, կարաք 5000 դնեք մինչև սկիդկան։ Որտեղ որ քարտը բացում եք, ընդ գրում է, չէ՞, գինը ու ջնջած ձեր ապրանքի գինը, այ դրա համար է սա։ Գաբարիտն է, այս էլ կարևոր մասը, լրացնում եք ուպակովկայի գաբարիտները։ Բարձրություն, երկարություն, լայնություն եւ քաշը այստեղ գրամով է, Վալբերիսում կիլոգրամով, այդ էլ ուշադիր կլինեք։ Եվ նկարները եւս 3-ը 4-ի վրա պետքա լինի, երկու հարթակում էլ նույն ձև է չափսերը։ Նկարները կարաք մինչև 30 նկար թույլ է տալիս որ անեք, վիդեոների քանակն է ոչ թե մեկ հատ, այլ մի քանի հատ կարաք ավելացնեք։ Եվ խարակտերիստիկան այստեղ ցանկը շատ է, որը պետքա մենք լրացնենք, օրինակ այստեղ տալիս է способ использования хранения, չգիտեմ, այդ բոլոր կատեգորիաներից դա պետքա լրացվի։ Ամեն ապրանք ունի իր խարակտերիստիկան։ Անոտացիան դա մեր խարակտերիստիկան է, բովանդակությունն է, որը մենք պետքա լրացնենք։ Այդտեղ լրացնում ենք կամ տալիս ենք սգեներირված, ինքը ունի իր ներքին համակարգը, արհեստական բանականության, որ լրացնում է։ Հիմնական ձեր գրած խարակտերիստիկայի հիման վրա է։ Եվ կողքը որ նայեք content rating, սա շատ լավ բան է, որը մեզ Օզոնը տալիս է։ Երբ որ դուք լրացնում եք ձեր տվյալները, տալիս է իր բալային համակարգով ձեր տված ինֆորմացիան ինչքանով եք դուք տվել։ Եթե մինչև 100% տալիս եք այդ բալի ամբողջականությունը, դիտելիությունը բարձրացնում է, ինչքան բալերը շատ է, այնքան ձեր ապրանքը դիտելի է։ Դրա համար ցանկալի է լրացնեք բոլորը։ Ուրեմն բրենդն ենք նշում, եթե ձեր ապրանքը բրենդավորված է, լրացնում եք։ Название մոդելի, այս շատ կարևոր է։ Եթե դուք մի ապրանքը, մի քանի կատեգորիա, մի քարտ եք ստեղծում մի քանի գույնի տակ, որ բացում եք մի քանի գույն է տալի, այս տողը название մոդելի պետքա նույնը լինի այդ մի քանի ապրանքի համար։ Օրինակ, պաստելնի բիլյո, չգիտեմ, ինչ որ 1.5, չէ՞,
գրում ես, ունդե մի քանի գույն ես, չէ՞ տալի։ Դու այստեղ գրում ես քո անունը, մոդելի, որը պետքա լինի բոլորի համար նույնը։ Ու բոլոր գույների մեջ այս տողը թողնում եք նույնը, որ իրանք հետո կարողանաք իրար հետ միացնեք։ Վալբերսում հեշտ է, այնտեղ դուբլիրով ես տալի ու սկսում ես աշխատել, բայց այստեղ չի լինում։ Առանձին քարտ ստեղծում ես կամ կապիրով ես տողը թողում ես նույնը։ Ապրանքի քաշն եք գրում, հենց ապրանքի, ոչ թե ուպակովկայի։ Ուրեմն объединить похожие товары, այստեղ գույներն ենք լրացնում ամեն մեկինը իր անունով։ Цвет տավառը գույնն ենք լրացնում, ձևը целевая аудитория, այսինքն կատեգորիաները, մատերիալը ու մի պաճկայի մեջ օրինակ քանի հատ է։ Օրինակ տուփի մեջ 5 հատ վրձին է, գրում ենք 5 հատ։ Единиц в одном товаре։ TNVD կոդը հիշում եք որն է։ Չէ, դա բոլոր ապրանքները ունեն իրենց TNVD կոդերը։ Դա ընդհանուր միջազգային ցուցանիշ է, որը բոլորի համար նույնն է։ Որ ինտերնետում գրում եք, TNVD կոդը բերում է։ Ամեն մի ապրանքինը իր կոդը ունի։ Օրինակ կիստочкեքը 3304-ն է։ Քոնիչ քանիչմը 6500։ Չէ, որ գրում ես, ինքը գրում, նայ, կոդը որ գրեցիր, օրինակ, թապես ինտերնետում լիքն է այս ինֆորմացիան։ Գրեք օրինակ իգրուշկա, մягкая իգրուշկա TNVD կոդ, ինքը բերում է։ Կամ կա հենց TNVD կոդերի ցանկը, բացես ընդ поиск տաս։ Այդ կոդը լրացնում ենք այդտեղ։ Այդ ընդհանուր ինֆորմացիա, որը պետք է հանենք ինտերնետից ու լրացնենք, դա ինչի համար է հարկավոր, որ օրինակ ներմուծումներ կամ որ հանում են մեր երկրից դուրս, այդ հայտարարագրման ժամանակ այս կոդերով են հայտարարագրում ապրանքը։ Ես էլ օրինակ որ ներմուծում եմ անում, TNVD կոդերով է գալի ապրանքը։ Ու մեր բրոկերը, որ մեզ թուղթ տալիս է, էլի TNVD կոդերով, այսինքն մենք մեր ապրանքի կոդը իմանում ենք այդ ձև։ Եթե չէ, ինտերնետում հասանելի ինֆորմացիա բացում ենք ու նայում ենք։ Այստեղ количество заводских упаковок, եթե օրինակ քիմիական նյութ եք վաճառում, տուփի մեջ քանի հատ է, օրինակ 9 հատ տուփի մեջ է, չէ, այդ ենք գրում։ Կամ նմանատիպ ապրանքներ, եթե չկա այդպես заводской упаковка, ուղղակի չեք լրացնում այդ դաշտը։ Եվ սրոկ գոդնստի, եթե ձեր ապրանքը ժամկետային ապրանք է, ընդհանրապես պետքա գրեք, օրինակ տվյալ ապրանքը 24 ամիս է ժամկետի մեջ կամ 170 օր, նմանատիպ ինֆորմացիան պետքա լրացվի, այստեղ օրերով է։ TNVD-ն ես ասում։ Ինքը նայ, ընդհանրապես վրձիններ օրինակով բերեմ, հա։ Վրձինները 3304 է, ունդե 4-ից հետո էլի կոդեր կա։ Այդ թվերը կախված է արդեն ապրանքի տեսակից։ Երբ որ տեսակը ուրիշ է լինում, այդ կողքի թիվն է փոխում, բայց այդ դեմի 4 թիվը նույնն է մնում։ Օրինակ պայուսակները, հա, կլինի սպորտային, կլինի ճամպրուկ, կլինի նմանատիպ ապրանք, TNVD կոդի սկզբի 4 նիշը նույնն է։ Այդ որ գրում ես, ինքը բերում է, ընտրում ես մեջից, օրինակ ինչ ապրանք է։ Ցանկը բերում է, ուղղակի դու թիվը պետքա գրես, որ ինքը բերի, բայց կարա կանոնով է գրեք, ինքը գտնում է, այնց չի որ խնդիր է, ծրագիրը այդ հնարավորությունը տալիս է։ Երբ որ ապրանքը քարտը սարքում եք, գնում է մոդերացիայի։ Մոդերատորը կամ հաստատում է, կամ չի հաստատում։ Եթե հաստատվում է, տալիս է, որ готово к продаже։ Եթե չի հաստատվում, դե ошибкան տալիս է, ինչից է խնդիրը։ Առանձնացրել եմ մոտ 9 ошибка, որի պատճառով կարա չհաստատվի ձեր քարտի ստեղծելը։ Առաջինը, երբ որ ձեր ապրանքի կատեգորիան սխալ է ընտրվում, օրինակ գրում եք կաշելյակ, ընտրում եք սումկա, հա? Կամ ինչ-որ ուրիշ բան եք գրում, ուրիշ բան եք ընտրում կատեգորիան։ Այդ դեպքում չի հաստատվում։ Նիզկое качество главного фото, այսինքն ձեր ֆոտոյի որակը ցածր է լինում, նույն ձև չէ, չի թողնում։ Եվ ошибка է տալի, եթե ինչ-որ այլ բրենդի ինֆորմացիա եք դուք տարածում ձեր նկարի մեջ։ Օրինակ ձեր ապրանքը ձեր սովորական այլ բրենդի է, բայց նկարի մեջ ուրիշ բրենդի մասին ինֆորմացիա կա։ Ես այդ օրինակ ձեզ բացատրեցի
կասմետիկաների ժամանակ, որ կասմետիկայի մեջ ցանկալի է այլ բրենդի ապրանք չներկայացվի, դա կոչվում է ներքին գովազդ, որը որ չի թույլատրվում։ Պետք է ձեր բառերը սխալ չգրվեն, եթե օրինակ աշիպկաներով եք գրում, նույն ձև էլի չի հաստատում ու հետ է գցում ձեր ապրանքի քարտը։ Եվ օրինակ նկարագրության դաշտում ավելացնում եք օրինակ ключевые слова, առանձին տողով բոլոր այդ ключевые բառերը գրում եք։ Կամ վերջում ինչ-որ տենց նմանատիպ ինֆորմացիա եք տալի, որը տեքստի հետ չի բռնում։ Այդ դեպքում եւս չի բացում, աշիպկա է տալի։ Եվ նկարի վրա ինչ-որ ռեկլամնի խարակտերներ ա լինում, կամ օրինակ գրված ա լինում սկիդկա, տոպ պրոդաժ կամ խիտ, ինչ-որ նմանատիպ բառեր լինելու դեպքում եւս չի հաստատվում։ Ձեր ապրանքի մեջ ինչ-որ սիլկաներ եք դնում, որը կարա տանի ձեր Instagram-ի էջ, ձեր բլոգի էջ, այդ էլ չի թույլատրվում։ Եվ վայրենոյ զնակները, այսինքն երբ որ մի նկարը դուք վերցնում եք մեկ այլ էջից, վայրենոյ զնակներ հասկանում եք, ինչի մասին է խոսքը։ Հետևը սենց բաց գրվում է, օրինակ Adidas-ից նկար որ վերցնում եք, հետևը սենց բարակ ֆոնով գրվում է օրինակ Adidas, կամ մեկ այլ կայքից, հա, երկրորդային էջից որ վերցնեք նկար օգտագործեք ձեր էջում, այդ վայրենոյ զնակների դեպքում էլի չի հաստատելու։ Պետք է ձեր նկարը մաքուր լինի։ Եվ այս կատեգորիան, այս աշիպկան ասել էի մի ժամանակ, եթե դուք ստեղծում եք մի ապրանքային քարտ, որը որ այլ կատեգորիայի է, դուք դա չեք կարա ձևափոխեք նորից ուրիշ ապրանք դարձնեք։ Եթե նույն կատեգորիայի է, օրինակ գույնն եք փոխեմ, տվյալ դեպքում կարաք, բայց կատեգորիան փոխել չեք կարա։ Այսինքն նույն քարտի վրա չեք կարա երկրորդ անգամ ինչ-որ այլ ինֆորմացիա լցնեք։ Չի թույլ տալիս ու աշիպկա է տալի։ Եկեք անցնենք работы-стоварами, մանրամասնեմ մի փոքր այս բաժնում ինչեր կա ու ինչն է մեզ պետք գալի։ Список товаров այդ մեր ապրանքային ցանկն է, որը մենք տեսնում ենք այդտեղ բոլոր ինֆորմացիան տալիս է։ Եվ ապրանքի անունը, քանակ, օրինակ քանի հատ կա պահեստում, ապրանքի գինը, այդ ամբողջ ինֆորմացիան այդ էջում բերում է։ Կարանք եւ դրա վրա էլ աշխատենք, բայց կարակ եւ առանձին պունկտերով աշխատեք։ Երկրորդը добавить տավարի արդեն ասեցինք, որ նոր քարտ ստեղծելիս այս ձև ենք անում, կամ список տավարի մեջ տալիս ենք ուղղակի добавить։ Երկու դեպքում է հնարավոր է։ Объединить տավարի։ Որ այն դաշտը ասեցի պետքա նույնը լինի բոլորի համար։ Եթե նույնն է լինում, այս բաժնում արդեն ցույց է տալի այն ապրանքների ցանկը, որոնք կարաք միացնեք իրար։ Նշում եք ուղղակի այդ ապրանքները, տալիս եք объединить ու վերջ։ Իրանք դառնում են մի ընդհանուր քարտ։ Եվ история обновления այդ բոլոր փոփոխությունները այստեղ է ցույց տալի։ Սերտիֆիկատի կачества, բոլոր ձեր սերտիֆիկատները կցում եք այստեղ։ Առանձին քարտի մեջ չեք ավելացնում, օրինակ Valberis-ը այդպես է, չէ՞, քարտի վերջում տալիս էր, որ ապրանքի սերտիֆիկատի թվերը գրեք եւ այլն, այդպես չեք անում։ Այստեղ կցում եք ձեր սերտիֆիկատը, ու ընտրում եք այն ապրանքների ցանկը, որին դա պատասխանում է։ Գնում է մոդերացիայի, մոդերացիան հաստատում է 1-ից մինչև 10 օրվա ընթացքում։ Հաստատվում է ձեր ապրանքները արդեն սերտիֆիկացված են լինում եւ այդ պտիչկան նույնպես լինում է սրանց վրա։ Բրենդները արդեն կամ դուք ստեղծում եք ձեր բրենդը կամ ընտրում եք իրանց բրենդներից, ու դեպ ասեմ Օզոնը ունի այսպիսի հնարավորություն, եթե դուք օրինակ միջազգային բրենդների հետ եք աշխատում, որոնք որ ինքն իրանց մոնետիզացվում են, հա, այսինքն աշխատացնում է ինքը այդ բրենդը, հնարավորություն ունի, որ միացնեք իրանց պտիչկան 1% կոմիսիայով ինքը ձեր բրենդը առաջ գցի։ Օրինակ իմ ապրանքի դեպքում ասեմ, օրինակ օրդինարի խնամքի միջոցները, ինքը այդ պտիչկան ակտիվացրել է ու 1% կոմիսիայով իմ ապրանքը առաջ է գցում։ 1%-ն է, դա ընդամենը չնչին գումար է, կարծում եմ ոչ մի բանի վրա չի ազդի։ Դոկումենտին բրենդի, երբ որ դուք բրենդավորված ապրանք եք վաճառում, ուզում եք, որ օրիգինալի զնաչոկը լինի, այդ դոկումենտները ամբողջը կցելու եք այդ բաժնում։ Ուправление կարտочками, այստեղ նույն բանն է, ուղղակի արդեն ուրիշ ձև է։ Օձիվները դե արդեն գիտեք, այստեղ բոլոր օձիվները կարաք տեսնեք, իրենց հետ աշխատեք, պատասխանեք օձիվներին եւ Ժալոբի այստեղ ներկայացնում եք կամ ձեր ժալոբները կամ ձեր հանդեպ որ ներկայացնում են, այդ ամբողջը այստեղ է լինում։ Եվ վопроսի ответ, եթե հարցեր են տալի, ամբողջ ցանկը այստեղ է բերում, կարող եք պատասխանել։
վիտրինան վճարովի ծառայությունն է, վիտրին ասված է ինչ, երբ որ մտնում եք օրինակ մի վաճառողի էջ, այնտեղ բերում է, չէ, որ ասում էր խնամքի միջոցներ կամ տան պարագաներ, ինչ որ խնամքի միջոցներ, այդ ամբողջը ցենց առանձին վիտրինայի տեսքով ցույց է տալի։ Դա այդ բաժնում եք անում, ինքը այնտեղ գործիքները ունի, էլի ոնց սարքեք ձեր էջը։ Բայց դա վճարովի ծառայություն է, եթե ուզում եք ակտիվացնում եք, անում եք։ Այսքան էս մասից հարցեր կա, որևէ։ Վալբերիսը отказное письмо չես գցում։ Վալբերիսում отказное письмо չի ուզում։ Դաշտել չունի, որ լրացնես։ Դու ուղղակի կարաս կամ քո նկարների մեջ այդ սկանանես, գցես նկարիդ մեջ։ Կամ ուղղակի երբ որ հենց կարիքը լինի, նոր իրանց ուղարկես, որ դու իրավունք ունես վաճառելու։ Իսկ օզոնում լինում է։ Այստեղ գնի հետ կապված բոլոր փուլերն են, որտեղ մենք գինն ենք նշանակում, ուզում եմ այստեղ ուսումնասիրենք կարանտինցեն, այս այն պայման գնի այն տարբերակն է, երբ որ դուք ակցիա եք դնում ձեր ապրանքի վրա 50%-ից ավել, ինքը միանգամից չի հաստատվում, ընկնում է այս կարանտինցեն, այսինքն եթե 50-ից ավել է ձեր զեղչը, ինքը չի հասկանում ծրագիրը, գցում է այստեղ, դուք պետք է այստեղ մտնեք ու ադաբրիջ տաք, որ դա դուք եք արել։ Եթե օրինակ տեղյակ չեք լինում, միամիտ է լինում կամ օզոնն է ուզում ձեր փոխարեն զեղչ դնի, չի լինի։ Միանգամից էստեղ է գցում 50-ից ավելի դեպքում։ Եվ ստրատեգիա ценообразования, այստեղ ինֆորմացիան է գնի հետ կապված, դեպ սա շատ լավ հնարավորություն է, որը մեզ օզոնը տալիս է, հիմա մանրամասն եմ։ Եվ ակցիաները, այստեղ ակցիաները օզոնը եւս ակցիաներ դնում է իր կողմից, ավտոակցիաներ ինքն էլ ունի, ու դուք քարտի մեջ կարաք մինիմալնի գինը դնեք, որ էլի նույնպես չազդի շատ գնի վրա։ Մոյ ակցիա, դուք եք դնում ակցիա, եթե ուզում եք այդ սկիդկա продавца, հա, դա է։ Եվ заявки на скидку, դա ասել եմ, նորից ասեմ, գնորդը իրավունք ունի ձեզ սկիդկա խնդրի։ Այս բոլոր բաները заявки-ը այստեղ է ցույց տալի, կարաք մտնեք հաստատեք, կարաք չհաստատեք։ Օրինակ ապրանքներ կա, ձեզ ձեռ է տալի, որ այդ սկիդկեն տակ, որ ինքը առնի այդ ապրանքը։ Եթե չէ, կարաք ուղղակի ուշադրություն չդարձնեք։ Ու իդեպ ասեմ, այս заявки-ից արդեն կարաք հասկանաք, օրինակ ձեր ապրանքը կառզինա գցել են, թե չէ։ Հա, уведомление-ով գալիս է, մոբայլով էլ ամբողջը տալիս է ինֆորմացիան։ Այս մեր էջնա գների հետ կապված, այստեղ եթե տեսնեք, օզոնը ցույց է տալի մի քանի ձևով։ Նախ գինը, որը որ դուք դնում եք, գինը Հայաստանի գնորդների համար, Ռուսաստանի գնորդների համար, ու այստեղ տալիս է ինդեքսը ձեր գնի։ Օրինակ տեսեք, այնտեղ մի ապրանք կա, տալիս է նիվի գտնի, որովհետև մեր մրցակիցները ավելի ցածր գնով են դնում, ու ինքը այդ ինֆորմացիան ձեզ տալիս է։ Օրինակ այստեղ կա, որ կտալիս է V գտնի, այսինքն լավագույն գին եմ առաջարկել, դա ձեռ է տալի, ամենալավ գին առաջարկողը ես եմ, ստացվում է։ Ու bez ինդեքսը ինքը հիմնականում այդ այն դեպքում է, երբ որ շատ չի տարբերվում մնացածի գներից, բայց իմանաք, որ ինքը տալիս է ձեզ այդ ինֆորմացիան։ Ես ասեմ օզոնել ինչեր է մեզ տալու։ Ուրեմն ստրատեգիա ценообразования, այստեղ նայեք, օզոնը ձեզ հնարավորություն է տալի, որ ձեր ապրանքը ինքը կառավարի գինը։ Ոնց։ Առաջի տարբերակով, երբ որ դաբավից եք անում ձեր ապրանքները, ինքը ընտրում է ամենավիգդնի գինը ձեր ապրանքի վրա։ Ինքը կարա այդ գինը փոփոխի, կախված մեր մրցակիցներից։ Միջինացված գին է այստեղ դնում, այս տարբերակում առաջին։ Ինքն օրինակ 500 կա, 1000 կա, ձեր ապրանքի գինը 750 կզեղչի։ Իսկ մյուսը ամենավիգդնի գինն է դնում, այսինքն եթե մրցակիցները 500 են դրել, ձերը կդնի 450։ Դուք կարաք ավելացնեք ձեր ապրանքային քարտը, մինիմալնի գինն է դնեք, որից ինքը չիջնի, ու ձեր քարտի հետ ինքը սկսի աշխատել։ Սա օրինակ շատ մեծ հնարավորություն է տալի, որովհետև էլի բուստինգ է անում, աճ է տալիս, բարձրացնում է տեսանելիությունը։
Չէ, սա ոնց ասեմ, երկրորդային հնարավորություն է, դու կարաս անես, կարաս չանես, օրինակ ինձ ձեռ չի տալի, ես չեմ ուզում ինքն իմ գնի հետ խաղալ։ Եթե դուք ուզում եք ձեր գնի հետ խաղալ ու պրոստը շատ վաճառք եք ուզում, ոնց ասեմ, մինիմալնի գինը դրեք ու դրեք թող ինքը խաղա այդ գնի հետ, բայց օրինակ ինձ ձեռ չի տալի, իմ ապրանքը ինքը պետքա ստանդարտ գին ունենա, որովհետև երբ որ ինքը էժանացնի, կստացվի, որ լավ ապրանք չի, կամ եթե թանկացնի, ընդհակառակը դիտելությունը բան կլինի, կընկնի։ Ես օրինակ չեմ սիրում այս բանը հնարավորությունը, բայց այլի ասում եմ, ապրանքներ կան, որ շատ հարմար է։ Եթե մրցակիցները ձեր շատ են, հարմար է այս տարբերակով աշխատելը։ Եթե Սեզոնայինն էլ է շատ հարմար, կախված ձեր ապրանքային կատեգորիայից, դուք պետք է մի հատ տեսնեք մրցակիցները ոնց են աշխատում, հետո դրա կամ ավելացնեք կամ չավելացնեք, ստրատեգիան դուք եք որոշում ոնց աշխատի։ Սա էլ զայավկեքն է, օրինակ տեսեք, մտնում ենք այստեղ, տալիս է, օրինակ մեր ապրանքի գինը այսքան է, գնորդը 5% զեղ չա ուզում։ Երբ որ տալիս ենք обработка կամ ադաբրից ենք տալի կամ ատկոյանից ենք տալի, ոնց կցանկանաք, ու ինքը տալիս է զեղչված ինչ գնով կգնա մեր ապրանքը։ Եվ ՖԲՕ տարբերակը, երբ որ ձեր ապրանքը պահվում է պահեստում ու այնտեղից է վաճառքներ գնում, պաստավկեքը ստեղծում ենք այստեղով, պլանիրովание պաստավկ, այստեղ կարող ենք տեսնենք, որ սկլադներն են ազատ ու արդյոք կարանք, թե չենք կարա։ Ստեղծում ենք զայավկը նա պաստավկու, ստեղծում ենք ու հավաքում ենք ապրանքները այդ կառոպկայի մեջ, շտրիխավորում ենք, կառոպկայի շտրիխն է կպցնում ենք, տանում ենք պահեստ։ Այստեղ կա վիվս и ուտիլիզացիա, իմանաք, որ Վալբերսից այս մի բանով է տարբերվում, երբ որ դուք վազվրատ եք ունենում գնորդից ու ինքը տալիս է բրակովնի, ոչ թե գնում է վաճառքի, այլ գնում է ուտիլիզացիայի, եթե դուք չեք վերցնում այդ ապրանքը 30 օրվա մեջ։ Այսինքն, ինչ է նշանակում, օրինակ Ռուսաստան եղավ, տարան Մոսկվայի որևէ պահեստ։ Դուք ի վիճակի չեք, չէ՞, այստեղից գնաք այդ Մոսկվայի պահեստից վերցնեք այդ ապրանքը։ Այսինքն 30 օրվա մեջ դուք չգնացիք վերցնեք, օզոնը ավտոմատ ուտիլիզացիա է տալի ձեր ապրանքը։ Դա մի քիչ շատ վատ բան է, ես այնքան եմ գրել օպերատորներին, որ մի արեք տենց բան, ուղարկեք ՊՎԶ վերցնեմ, չէ, հարցը այդ ձև է իրաց մոտ դրած, եթե բրակ է, դե հիմա միշտ չի որ ծանոթ կա բոլոր տեղերում, օրինակ եթե Մոսկվա չի, օրինակ ոնց ասեմ, Վորոնեժ, Վորոնեժ դե արի հարդ գտնի կամ չգիտեմ, հա։ Դե պայմանական եմ ասում, էլի, ոչ բոլոր քաղաքներում, որ կարող է ունենաք ծանոթ։ Դրա համար ընդհանրապես ասեմ, գնորդները եթե շատ բան են լինում, խիտրի են լինում, իրանք միշտ տենց է, օրինակ ես իմ ապրանքը, որը ուտիլիզացիայի տարավ, ես ունեմ ապրանք, մի հատ է չնայած, բայց դե ընդհանրապես բրակ չկար վրան, մի հատ խազեր այդ խոսքի կիստիճկի վրա։ Այդ էլ հնարավոր է խոսքի ինչ-որ մի հա տեղափոխման կամ թեկուզը տենց է եկել Չինաստանից, նայած էլի, որը ոնց տվեց բրակ ու всё, ինքը կարար պրոստը վազրատ տաներ, հանձներ ու վերջացներ, չէ, ինքը բրակով է վազրատ արել ու всё, ու գնաց ուտիլիզացիայի։ Վազվրատի ՖԲ-ից ՖԲՕ-ում տեսնում ենք այն ապրանքները, որոնք սովորական վազվրատ են եղել ու գնացել են պահեստ նորից վաճառքի։ Եվ այստեղ մեր սկլադների մասին է ինֆորմացիան, սպիսայինը տավարը, մի խոսքով այս ամբողջ ինֆորմացիան մեր ապրանքային շարժի, որը կատարվում է ՖԲՕ-ի միջոցով, մենք տեսնելու ենք այստեղ։ Հիմնականում աշխատելու ենք ՖԲՍ-ով, ինձ թվում է ավելի հարմար է, քան թե տանեք պահեստում լցնեք ապրանք, որովհետև օզոնը, ասում եմ, ինքը ակտիվ վաճառքներ չի կատարում։ Ընդհանրապես ժամանակի վրա է օզոնում վաճառքների աճը։ Ամեն տարի ինչ որ աճ եք ունենում, բայց սկիզբը դժվար է գնում։ Ես համարյա 3 ամիս վաճառք չեմ ունեցել գրանցումից հետո։ Զակազը մտնում ենք այստեղ, տեսնում ենք մեր պատվերները, ես վիդեո եմ պատրաստել, ոնց ենք զակազը հավաքում, կմիացնեմ կնայենք։ Նույնպես վազվրատ ՖԲՍ, ՖԲՕ այս ամբողջը այստեղ ցույց է տալի, վազվրատի real ՖԲՍ, երբ որ ասեցի նման եղանակով աշխատում ենք վազվրատները եւս այստեղ է ցույց տալի, որոնք որ դուք պետք է գնաք վազվրատը վերցնեք։
Управление логистикой, списание տավարը обновить через feed։ Այս ամբողջ ինֆորմացիան էլի մեր ապրանքի լոգիստիկայի հետ կապված են ու ասեմ, այստեղ հիմնականում աչոտների եւ նմանատիպ հնարավորությունները, որ դուք տեսնեք, ամբողջը վճարովի է։ Իդեպ օզոնում ապրանքները շատ-շատ է կորում, եթե կորում է օզոնը մեզ փոխհատուցում է դրա համար, դա էլի իմանաք։ Երբ որ մտնեք այս սպիսանյա տավարի, այնտեղ կտեսնեք օզոնի կողմից կատարված սպիսանյաները, որոնք որ տեղի է ունեցել ապրանքի կորելու պատճառով։ Այստեղով մենք կարանք տեսնենք մեր վազրատները ինչ փուլում են։ Եթե Հայաստանից է վազրատ լինում, բերում են մեր ՊՎԶ, այստեղից կարողանում եք վերցնեք շտրիխ կոդը, որ տալիս է այնտեղ Պալուչից վազրատ, շտրիխ կոդ է տալի, այդ շտրիխ կոդով վերցնում ենք։ Եթե Ռուսաստանն ու բրակա, բրակները ասեցի, գնում է ուտիլիզացիայի։ Այստեղ ճանապարհը տեսնում ենք, едет на складозон կամ едет к вам, եթե վազվրատ է լինում։ Եվ մեր ուправление լոգիստիկը, այստեղ մեր տվյալներն է, որտեղից որ պետք է մենք աշխատենք։ Օրինակ, նայեք, Valberis-ը չի տալի, որ ընտրենք, որ մենք որ ՊՎԶ-ի հետ ենք աշխատելու։ Իր համար մեկը, որ ՊՎԶ-ն ուզում ես տալ, այնտեղ կընդունենք ուղարկեն պահեստ, բայց օզոնում պարտադիր ատկրուսկայի ժամանակ նշվում է, որ ՊՎԶ-ն պետք է ընդունի։ Օրինակ, եթե ինձ մի օր հարմար լինի Երևան գնալուց ճանապարհին միտեղ հանձնեմ, չեմ կարա։ Որտեղ նշել եմ, այնտեղ պետք է հանձնենք։ Այստեղ հասցեն եմ նշել ու մեկ է ժամերն եք նշում, մինչև որ ժամը կարաք հանձնեք ապրանքը։ Այստեղ դոկումենտներն է, նու ֆինանս բաժինը, բալանսն ենք տեսնում, էկոնոմիկա մագազինը, այսինքն մեր մուտք ու ելքը ու ինչ ծախսեր ենք ունեցել։ Վիբլուտի եթե վճարումներ եք ունեցել, այստեղ վճարումները կատարում է, երբ որ 60,000 ռուբլին բալանսում լինում է։ Երբ որ լինում է, վճարումների օրն է ամսի 1-ով ու 15-ով, ուրիշ օր վճարում չի դուրս գրվում։ Եթե մինչև այդ օրինակ հավաքել եք, օրինակ ամսի 10-ին հավաքել եք 60,000 ռուբլի, ամսի 15-ը պետք է գա, որ հայտը ինքը ներկայացնի ու մեկ է ամսի 15-ից հետո 5 աշխատանքային օրվա մեջ նոր փոխանցում են։ Եվ դոկումենտները, այստեղ բոլոր դոկումենտները կա, օրինակ ռեալիզացիայի կամ վաճառքի ամբողջ դոկումենտները կա, ցանկացած սպիսանյայով, լոգիստիկ ծախսերով կամ այլ վճարների հետ կապված, բացում եք ու ընդամենը հանում եք։ Մեկ էլ ամեն երամսյակը մեկ մեզ տալիս է ակտ սվերկի, որ կարաք մտնեք ուղակի հաստատեք կամ չհաստատեք, ավտոմատ հաստատման է գնում։ Դա ինչ է, ուղակի ստուգման ակտ է, որ դուք համաձայնվում եք, որ այսինչ ժամանակահատվածում, այսինչ ապրանքները վաճառվել է, այսինչ լոգիստիկ վճարներով, այսինչ ծախսերով, եթե չեք մտնում համաձայնվում, ինքը ավտոմատ համաձայնություն է գնում։ Հա։ Իրականում օրինակ ինձ հարմար է այնքանով, որ հավաքվում է պատվերների ժամանակ, այստեղից միանգամից դուրս է գալի, պատվերները անում եմ, այսինքն ստացվում է սա իմ այն աղբյուրն է, որ պատվերների ժամանակ ինձ օգնում է։ Չէ, ինքը ավտոմատ է, մենք ոչ բան չենք անում այստեղ։ Ռուբլու հաշիվը հետ եմ ասում, մենք պետք է լրացնենք այդ Swift-ով մեր հաշվիվը, որ իրանք այդ հաշվին նստացնեն։ Բանկային հաշվի վրա կարաս, հա, բանկային ինձ թվաց էս օզոնի հաշվին չես կարա։ Սենց անալիտիկայից վառոնկա պրադաժան, որ մենակ է սա է մեզ հասանելու մի երկու կատեգորիա, հիմա մանրամասնեմ, որը որ հասանելի է, դա ուսումնասիրենք ավելի շատ։ Վառոնկա պրադաժան այստեղ ցույց է տալի, օրինակ ցուցադրվել է 132,000 անգամ, պոիսկի ու կատալոգների մեջ 20,000 անգամ, դրանցից կոնվերսիա եղել, այսինքն մտել են, նայել են 11,600 հոգին, այսինքն պատկերացրեք, եթե ինքը միշտ ցույց տա, ինչքան մեծ բարձր ցուցանիշ է։ Եթե կհիշեք, Valberis-ում ավելի ցածր էր այս ցուցանիշը, այստեղ համարյա 50%-ով մուտք են գործում մեր քարտը։ 543 հոգի գցել են կարզինա, ու 56 հոգին պատվիրել են, 49 հոգին վիկուպ ա եղել։ Ու նայեք կոնվերսիայի ցուցանիշը 87%։ Սա շատ լավ ցուցանիշ է, օրինակ իմ մոտ եղել է, որ ամսով նույնիսկ 100% ա եղել։ Այսինքն վազվրատները այստեղ ավելի քիչ է լինում, քան Valberis-ում։ Եվ սա էի ուզում ասել,
շատ լավ հնարավորություն է տալի, որ մենք մեր մրցակիցներին կարողանանք տեսնենք։ Օրինակ ես վրձիններ եմ վաճառում ու իմ այս տավարինա օզոն բերել է վրձինների մրցակիցները։ Հիմա նայեք, եկեք երկրորդ տողը նայենք, նաբոր կիստей для макияжа лица глаз губ։ Ես էի քեզ ասում, որ առանց բրենդի ապրանքը ավելի լավ է վաճառվում։ Նայ, 629,000-ի պատվեր ա եղել, սա մեզ տալիս է 7 օրվա։ Մեկ շաբաթվա, 7 дней, մեկ շաբաթվա վաճառքը 629,000-ի վաճառք ա եղել, քանակապես դա լինում է 1317 հատ։ Ու ես բացել եմ այս քարտը նայել եմ, ընդամենը 4000 դրամանոց քարտ է, որի մեջ ապրանքը 13 հատանոց վրձին է, էժանանոց վրձին էր։ Մեջը մի 2 հատ սպունգ բան տենց դրած։ Այսինքն էժան ապրանքը ավելի լավ է վաճառվում։ Ուղղակի այդտեղ մարժան է ցածր լինում, հա, մեր օգուտը։ Բայց հաշվի առեք, որ էժան ապրանքը միշտ էլ լավ է վաճառվում։ Այսպես կարանք մեր մրցակիցներին նայենք, տեսնենք ով ինչքան վաճառք արել ու ինչ ապրանք է ներկայացնում, ընդհանրապես քարտը բացեք նայեք, օրինակ ինչ ապրանքային քարտ է վաճառվում օզոնում։ Նույնն է այստեղ, օրինակ նույնիսկ տեսեք բրենդային ապրանքներ, հա, Mixit-ը բերել է, օրինակ 93 հատ վաճառվել է 113,000 ռուբլու։ Ես օրինակ ավելի շատ էի պատկերացնում, բայց տեսնում եք ինքը ինչ ցուցանիշ է։ Ավելի, ոնց ասեմ, թույլ ապրանքը ավելի շատ է վաճառվել, քան նմանատիպ բրենդային ապրանքը։ Եվ Poisk Vizaprosի այստեղ Valbersi պես օզոնը եւս ունի իր Poisk-ների համակարգը, որտեղ մենք կարանք տեսնենք ինչքան հաճախակի են ինչ փնտրել։ Սա 7 օրվա ցուցանիշ է, եկեք նայենք։ Եթե կհիշեք, էլի նույն տիպի Poisk-ները նույն ձև էր, Кроссовки женские 298,000 հարցում ա եղել, որից добавили в корзину 48,000 եւ պատվիրել են մոտ 50,000-ի։ Заказին ասում մի հատ տեսեք ինչ թիվ է, էլի։ Կամ наушники беспроводные, նույնպես 64,000 հատ կորզինա են գցել, մոտ 28,000-ը գնվել է, գումարային էլի 27 միլիոնի վաճառք ա եղել։ Ու միջինացված գինն էլ է տալիս։ Սումկա женская, այստեղ նույնպես վաճառքը շատ է, մոտ 18,000-ի վաճառել են, 20 միլիոնի վաճառք ա գնացել։ Ու միջինը հիմնականում 1600 ռուբլու ապրանքներ է։ Aerogrill, платье женское, беговая дорожка, беспроводные наушники, кроссовки, հիմնական նմանատիպ ապրանքներն է շատ վաճառվում։ Սա ամենաթոփ մի քանիսն եմ հանել, որ տեսնենք հիմնականում որ ապրանքներն է շատ վաճառվում։ Եվ segment покупателя այստեղ ձեր գնորդներից հավաքված ինֆորմացիա է, որ դուք տեսնեք, օրինակ հաճախակի ձեր ապրանքը գնող քանի հոգի կա, որ ձեր ապրանքը երկրորդ անգամ մտե գնե, կամ не завершили заказ, օրինակ գցել են կորզինա ու չեն պատվիրել։ 1677 հոգի։ Ճիշտ թիվ չի, էլի։ Պաստայանի, օրինակ 3 հոգի է ընդամենը պաստայանին, որ անընդհատ մտնում պատվիրում են, երևի նորությունները այդպես են հսկում։ Նոր գնորդներ 92 հոգի, այստեղ կա պոտենցիալնի покупатели, որ կարային լինեին, որովհետև իրանք քո ապրանքատեսականին փնտրել են ու դրանք են, օրինակ 1,441 հոգի, մենք պոտենցիալ գնորդ ունենք։ Այսքանն էի հանել, Продвижение-ն էլ հաջորդ դասին արդեն Valbersi հետ միասին կուսումնասիրենք։ Եվ Rasilka-ը, որ ասում էի, Rasilka մենք կարանք ստեղծենք մեր գնորդների այս ցանկը, մեզ տալիս է օզոնը, որ մենք կարանք բոլորին Rasilka ուղարկենք, մեր ապրանքը ներկայացնենք։ Հա։ Ընտրում ես որ սեգմենտին ես ուզում, ուղարկում ես, ուղղակի վճարովի ծառայություն է, ընդհանրապես իրանց աչոտների 90%-ը վճարովի է։ Դրա համար ես ձեզ շատ ինֆորմացիա չեմ կարող տամ այդ հարցով։ Հիմնականում վառոնկանա ցույց տալի, ովքեր են մտեով ակարզինա գցե ինչ մասան էլի, քան տոկոսային։ Ովքեր են գցե ու քանիսն են զակազ արել։ Այսպես օզոնը իրականում մի քիչ դժվար է պատկերացնել, ոնց որ դժվար է երևում, բայց իրականում ինքը ավելի
հեշտ է, ու մեկ է կոմիսիաները այստեղ բարձր է։ Եթե ձեր ապրանքը 300-ից 1000 ռուբլու սահմանում է, մինչև 25% պահումն է, կոմիսիան է իրը։ Եթե 1000 ռուբլուց ավել է, լինում է 47%, պահումները շատ է։ Իմ առաջի էջում, չգիտեմ նկատեցիք, թե չէ 670,000 պատվեր եմ ունեցել, որից ընդամենը ես ստացել եմ 350,000-ը։ 50%-ից ավել լոգիստիկ ծախսերով պահվել է։ Մինուսը դա է Օզոնի։ Պապայի հետ աշխատելն է, ասեմ, այստեղից մենք ֆինանսովի отчет չենք կարող ուղարկենք, որովհետև մենք հաշիվ չենք կարող tax service-ով դուրս գրենք, որտեղ ինքը Ռուսաստանի ԱՁ-ը է։ ՍՊ-ի ավելի շուտ Օզոնը։ Մենք մեր էջից չենք կարող հաշիվ դուրս գրենք։ Մենք ուղղակի երամսյակը մեկ մեր ծախսը գրում ենք, եկամուտն ու ծախսը։ Եկամուտի մեջ այնտեղ ռուբլիով կամ դրամայինով, համարժեք դրամայինով ավել են գրելու։ Դել արդեն հաշվապահը գիտի։ Որ հարցեր Չէ, չկա, որովհետև իրենք հայկական չեն։ Հայկական ընկերություն չունեն։ Չէ, դրա հետ կապ չունի։ Նայեք, երբ որ դուք ձեր գումարային մուտքը ներկայացնում եք, դուք ծախսը գրում եք, ծախսը ձեր հանում եք ձեր ներմուծումներից, ձեր աշխատավարձ երբ որ տալիս եք, ձեր, չգիտեմ, օրինակ, հոսանքի գումար եւ այլն, եթե ձեզ հաշիվ են գրում, բայց Օզոնը մեզ ինչի համար հաշիվ գրի։ Վալբերսը գրում է իր պահած կոմիսիաները գրում է։ Օզոնը չի գրում։ Եկել, եթե սկիդկաներ ենք մենք դնում, օրինակ մեր ապրանքը սկիդկայով է վաճառվել, Օզոնը մեզ դրա համար տալիս է բալեր։ Այդ բալերը ինչով է մեզ օգնում։ Այդ բալերը իր կոմիսիայից նվազեցնում է։ Նա 47% պետք է հաներ։ Ես արել եմ սկիդկա 300,000 ռուբլու սկիդկա եմ արել, որ ինքը պետքա 600,000 ռուբլի քաշեր։ Այդ 300,000-ը հանում է, այն տարբերությունը նոր քաշում է։ Այսինքն մեր արած սկիդկան դա ի օգուտ կարա մեզ աշխատի, որովհետև ինքը բալ է տալի, այդ բալով էլ նվազեցնում է ծախսը։ Հարցեր չկան։ Ոնց որ չեք ուզում Օզոնով աշխատեք։ Ես դրա համար եմ մի հատ դաս տրամադրել, որովհետև գիտեի, որ sense հայացքներ է լինելու։ Նայեք, ժողովուրդ, ես օրինակ սենց եմ մտածում։ Եթե նույն գործողությունը անում ենք, ինֆոգրաֆիկան սարքում ենք, տեքստը հավաքում ենք, մեր համար вообще տարբերություն չկա։ Մեր ապրանքը Վալբերիսում է վաճառվի կամ Օզոնում վաճառվի։ Մենք ներկայացնում ենք Օզոնում ուղղակի մի քիչ թանկ ենք դնելու, որ մեր ծախսը հանի ու մեզ օգուտը մնա նույն ձև։ Օրինակ, եթե Վալբերիսում մենք 1-ին 1 կարանք անենք, Օզոնում պետք է անպայման 1-ին 2 ամենակիչը անենք։ Որովհետև Օզոն իր հաշվին զեղչանում է։ Գրում է 47%-ի կոմիսիան, բայց ինքը կարա քեզ 30%-ի զեղչ չանի։ Իր հաշվին 30% զեղչ դնի, էդ էլ է անում։ Հա, այնտեղ կա Օզոնի զեղչ ու կա վաճառողի զեղչ։ Վաճառողի զեղչը մենք ենք դնում կամ ավտոակցիաներից է դրվում։ Իսկ եթե ինքն է դնում, ինքը դրա հաշվին մեր կոմիսիայից տարբերությունը հանում է։ Բայց եթե Ռուսաստանի պահեստ լցնեք, խորհուրդ չեմ տա, օրինակ ես ըստ ինձ ինքը շատ անհարմար է, որովհետև կարա ամիսներով չաշխատի։ Սկիզբը մի քիչ դժվար է գնում Օզոնում։ Օրինակ Վալբերիսում քարտը սարքեցի, ինքը ավտոմատ վերև է բարձրացնում, Օզոնը չունի տենց բան։ Գովազդ այստեղ պրոդվիժենիան արդեն հաջորդ դասին կասեմ, համ Օզոնինը, համ Վալբերիսինը ոնց է աշխատում, մեջի գովազդը լավ է աշխատում, բայց դե մշտապես գովազդին գումար տրամադրելը կարծում եմ ոչ մեկիդ հարմար չի, ավելի լավ է ձեր գրպանը դնեք ու ինքը ճիշտ աշխատի, քարտը ավելի լավ է, քան թե դուք գովազդին անընդհատ ինչ որ գումար տրամադրեք։